Ողջույն, ես Նաիռան եմ, Excelist Training Center-ի վերլուծաբանների թիմի ներկայացուցիչներից։ Համացանցում մեր կազմակերպության կայքն է excelist.am-ը։ Այստեղ կարող եք ծանոթանալ տվյալների վերլուծության և տվյալահեն մենեջմենթի վերաբերյալ մեր դասընթացներին։ Նախորդ դասին մենք ավարտեցինք մեր տվյալների մոդելի կառուցումը, ստեղծեցինք կալենդար table-ը, կապեցինք այն orders աղյուսակի հետ և պատրաստեցինք մեր մոդելը հետագա վերլուծության համար։ Հիշեցնեմ, որ կալենդար table-ը մեր մոդելում կատարում է date dimension-ի դերը և թույլ է տալիս տվյալները վերլուծել ըստ տարիների, ամիսների և օրերի։ Այժմ, երբ մեր տվյալների մոդելը պատրաստ է, անցնում ենք հաջորդ կարևոր փուլին՝ հաշվարկների ստեղծմանը։ Այս դասում կծանոթանանք Power BI-ի ամենակարևոր գործիքներից մեկին՝ DAX-ին և կստեղծենք մեր առաջին մեժրները։ Մինչ սկսելը նշեմ, որ այս տեսանյութի ընթացքում ձեզ սպասվում է Power BI դասընթացի մասնակցության հատուկ պրոմոկոդ։ Այնպես որ եղեք ուշադիր։ Power BI-ում տվյալները վերլուծելու և դրանցից նոր հաշվարկներ ստանալու համար մենք օգտագործում ենք հատուկ բանաձևերի լեզու, որը կոչվում է DAX։ DAX-ը հապավում է, որը բացվում է որպես Data Analysis Expressions։ Հայերեն այն կարող ենք թարգմանել որպես տվյալների վերլուծության արտահայտություններ։ DAX-ի միջոցով մենք կարող ենք ստեղծել տարբեր տեսակի հաշվարկներ։ Օրինակ, calculations, երբ կատարում ենք որևէ թվային հաշվարկ տվյալների վրա, measures, որոնք Power BI-ում դինամիկ հաշվարկներ են և փոխվում են կախված ընտրված ֆիլտրերից կամ վիզուալներից, և վերջապես բիզնես ցուցանիշներ, որոնք օգնում են գնահատել բիզնեսի ընթացիկ վիճակը և կայացնել որոշումներ։ Եթե Excel-ում աշխատել եք sum, average կամ if բանաձևերի հետ, ապա DAX-ը ձեզ ծանոթ տրամաբանություն կունենա, քանի որ այստեղ նույնպես օգտագործում ենք ֆունկցիաներ տվյալների վրա հաշվարկներ կատարելու համար։ Այս դասին մենք կծանոթանանք DAX-ի ամենապարզ և հաճախ օգտագործվող 3 ֆունկցիաներին։ Sum, որն օգտագործվում է արժեքների գումարման համար, count rows, որը հաշվում է աղյուսակի տողերի քանակը, և divide, որը կատարում է բաժանում։ Այժմ անցնենք Power BI և ստեղծենք մեր առաջին մեժրները։ Բացենք մեր հիմնական փաստերի orders աղյուսակը։ Այստեղ մենք տեսնում ենք յուրաքանչյուր պատվերի վերաբերյալ հիմնական տվյալները՝ պատվերի ամսաթիվը, ապրանքի ID-ն, հաճախորդի ID-ն, առաքման ID-ն, վաճառված ապրանքների քանակը և զեղչը։ Այստեղ յուրաքանչյուր տող ներկայացնում է մեկ պատվերի գրառում։ Օրինակ, կարող ենք տեսնել, թե տվյալ պատվերի ժամանակ ինչ ապրանք է գնվել, ինչ քանակով և որքան զեղչով։ Այժմ, նախքան մեր առաջին հաշվարկները ստեղծելը, կարևոր է հասկանալ երկու տարբեր հասկացություն՝ calculated column, կամ որ նույնն է հաշվարկային սյունակ, և measure, կամ որ նույնն է հաշվարկային ցուցանիշ։ Սրանք երկուսն էլ օգտագործվում են հաշվարկներ ստեղծելու համար, բայց աշխատում են տարբեր ձևերով։ Calculated column-ը հաշվարկվում է յուրաքանչյուր տողի համար և ավելանում է աղյուսակում որպես նոր սյունակ։ Օրինակ, եթե orders աղյուսակում ունենք 5000 տող, հաշվարկային սյունակը կունենա 5000 հաշվարկված արժեք։ Իսկ measure-ը չի ստեղծում նոր սյունակ։ Այն պահում է միայն հաշվարկի բանաձևը և հաշվարկվում է այն պահին, երբ օգտագործում ենք որևէ վիզուալում։ Մեժրները հատկապես օգտակար են ընդհանուր ցուցանիշներ ստանալու համար, օրինակ, ընդհանուր քանակ, միջին արժեք կամ վաճառքի գումար։ Մեժրների առավելությունն այն է, որ դրանք դինամիկ են և ավտոմատ արձագանքում են ֆիլտրերին ու հաշվարկը կատարում են տվյալ կոնտեքստի համար։ Հիմա անցնենք մեր առաջին հաշվարկային ցուցանիշների մեժրների ստեղծմանը։ Քանի որ մեր նախագծում հետագայում կարող ենք ունենալ բազմաթիվ հաշվարկներ, լավ պրակտիկա է դրանք պահել առանձին աղյուսակում։ Այդպես մեր տվյալների մոդելը մնում է ավելի կազմակերպված և հետագայում հեշտ կլինի գտնել ու կառավարել բոլոր հաշվարկները։ Ստեղծենք հատուկ measures անունով աղյուսակ, որը կօգտագործենք միայն մեր հաշվարկները պահելու համար։ Նոր աղյուսակ ստեղծելու համար
Power BI-ի վերևի մենյուից ընտրում ենք Home ներդիրը։ Այնուհետև սեղմում ենք Enter Data կոճակը։ Բացվող պատուհանում Power BI-ն առաջարկում է ստեղծել նոր աղյուսակ։ Այստեղ կարող ենք թողնել ավտոմատ ստեղծված column 1 սյունակը, քանի որ այս աղյուսակը օգտագործելու ենք միայն measure-ների համար և այդ սյունակը մեզ չի խանգարում։ Աղյուսակի անվան դաշտում գրում ենք measures։ Անվան սկզբում օգտագործում ենք underscore նշանը, որպեսզի տեսողականորեն հեշտ տարբերակենք այն տվյալներ պարունակող մյուս աղյուսակներից։ Այնուհետև սեղմում ենք load կոճակը, որպեսզի աղյուսակն ավելացվի մեր մոդելում։ Ստեղծելուց հետո նոր աղյուսակը կտեսնենք աջ կողմում Data հատվածում։ Model View-ում նույնպես այն կհայտնվի որպես առանձին աղյուսակ։ Այժմ մեր Measures աղյուսակը պատրաստ է և կարող ենք սկսել ստեղծել առաջին DAX measure-ները։ Քանի որ դեռ մեզ հետ եք, նշանակում է իսկապես ուզում եք տիրապետել Power BI-ին։ Օգտագործեք 10% զեղչի YouTube Power BI պրոմո կոդը մեր կայքում դասընթացի գրանցվելիս։ Նշեմ նաև, որ Power BI դասընթացի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև նախագրանցվելու համար կարող եք այցելել մեր կայք Power BI դասընթացի բաժին։ Նախագրանցվելու համար սեղմում եք նախագրանցում կոճակին, հետո սկսել, հետո լրացնում համապատասխան դաշտերը և հաստատում, որից հետո մենք կապ կհաստատենք ձեզ հետ։ Կամ կարող եք կապել մեզ հետ նշված հեռախոսահամարով։ Այժմ ստեղծենք մեր առաջին measure-ը։ Որպեսզի measure-ը ստեղծվի հենց Measures աղյուսակում, նախ ընտրում ենք այդ աղյուսակը, այնուհետև վերևի մենյուից սեղմում ենք New Measure։ Նույն գործողությունը կարող ենք կատարել նաև Measures աղյուսակի վրա աջ քլիկ անելով և բացված ցանկից ընտրելով New Measure։ Վերևում բացվում է բանաձևերի տողը, ֆորմուլա բարը, որտեղ էլ գրում ենք մեր DAX բանաձևը։ Measure-ի անունը գրում ենք Total Quantity, այնուհետև հավասարության նշանից հետո օգտագործում ենք Sum ֆունկցիան։ Մեր բանաձևը կլինի Sum Orders Quantity։ Total Quantity measure-ը ցույց է տալիս ընդհանուր վաճառված ապրանքների քանակը։ Sum ֆունկցիան գումարում է նշված սյունակի բոլոր արժեքները։ Այս դեպքում այն գումարում է Orders աղյուսակի Quantity սյունակի բոլոր արժեքները։ Բանաձևը գրելուց հետո սեղմում ենք Enter և measure-ը ստեղծվում է։ Եթե նայենք Measures աղյուսակին, կտեսնենք, որ մեր առաջին measure-ն արդեն հայտնվել է այնտեղ։ Measure ստեղծելուց հետո կարևոր է նաև ճիշտ ձևավորել արդյունքը։ Քանի որ այս measure-ը ցույց է տալիս քանակ, ընտրում ենք Whole Number ձևաչափը։ Այնուհետև միացնում ենք Thousands Separator-ը, որպեսզի մեծ թվերն ավելի ընթեռնելի լինեն։ Հաջորդ measure-ը կլինի պատվերների քանակը։ Մեր Orders աղյուսակի յուրաքանչյուր տող ներկայացնում է 1 պատվերի գրառում։ Այդ պատճառով օգտագործում ենք Count Rows ֆունկցիան, որը հաշվում է աղյուսակի տողերի քանակը։ Այժմ ստեղծենք ևս մեկ measure, որը ցույց կտա միջին ցուցանիշը։ Այն կհաշվի, թե միջինում քանի ապրանք է ներառված մեկ պատվերում։ Դրա համար վաճառված ապրանքների ընդհանուր քանակը բաժանում ենք պատվերների ընդհանուր քանակի վրա։ Այստեղ օգտագործում ենք divide ֆունկցիան։ Այն նախատեսված է երկու արժեքներ բաժանելու համար։ Թեև նույն հաշվարկը կարող ենք կատարել նաև սովորական բաժանման նշանով, Power BI-ում նախընտրելի է օգտագործել divide-ը, քանի որ այն թույլ է տալիս վերահսկել, թե ինչ արդյունք պետք է ստանանք, եթե բաժանումը հնարավոր չլինի։ Օրինակ, եթե հայտարարը լինի 0, մեր նշած երրորդ պարամետրի շնորհիվ measure-ը սխալի փոխարեն կվերադարձնի 0 արժեք։ Քանի որ սա միջին ցուցանիշ է, այն կարող է ունենալ տասնորդական արժեք։ Այդ պատճառով օգտագործում ենք decimal number ձևաչափը։ Մինչ ավարտելը մի փոքր տարբերակենք երկու բան, որը հաճախ շփոթեցնում է սկսնակներին։ Ուշադրություն դարձրեք այս նշաններին։ Օրինակ, Orders աղյուսակում տեսնում ենք Quantity և Discount դաշտերը, որոնց կողքին կա sigma նշանը։ Այն ցույց է տալիս, որ դրանք թվային սյուներ են,
որոնք եկել են մեր տվյալների աղբյուրից։ Իսկ այստեղ մեր ստեղծած մեժերների կողքին տեսնում ենք փոքրիկ հաշվիչի նշանը։ Այս տարբերությունը պարզապես հիշելու համար է։ Սիգմա նշանը տվյալների աղյուսակի սովորական թվային սյուների համար է, իսկ հաշվիչի նշանը DAX-ի միջոցով ստեղծված մեժերների համար։ Օրինակ, quantity-ն պարզապես մեր աղյուսակի դաշտն է, իսկ total quantity-ն արդեն մեր ստեղծած հաշվարկն է։ Այսպիսով, ծանոթացանք Power BI-ում DAX-ի հիմունքներին և ստեղծեցինք մեր առաջին մեժերները։ Հաջորդ դասին արդեն կսկսենք օգտագործել այդ մեժերները մեր դեշբորդում։ Շնորհակալություն, որ դիտեցիք տեսանյութը։ Հետևեք մեր ալիքին և դիտեք մեր մյուս հոլովակները ևս։